Եղինյանը և վերջին դերակատարության Արտակոսյանը արդեն իսկ արձանագրվել է որոշակի կանոնավորված դատական սիստեմ ուղղությունների հայտարարում, ինչ ուղղերի եկանալ և արձանագրենք, որ նույնիսկ ներկայացել է։ Դա ժամանակ կողմենք դատարանը է, որ այն պաշտպանության ձևերից որից են տեղեկատվություն արտադրել, Գարեն Հովհաննիսյանի պաշտպանությունը ստանձնելու նպատակով թվում է հանձնարարվել և նաև Տիկին Հովհաննիսյան դեռևս հայտնված փաստաթղթեր չեն ստացել, որ պետք է տրամադրվեն ձեզ։ Եթե կողմերը որից հայտարարություն Թույլ կտակ տեսաձայնագրեմ ձեր բոլոր հարցերին տեսաձայնագրման պատասխանել ու ավելացումներ ունեմ, հայտարարություններ ունեմ անելու։ Միայն ինձ են տեսաձայնագրելու։ Միայն ձեզ։ Միայն որ հարցություն չկա։ Բացառապես Եղինյանի երկու Պարմաթանշանում չեք տեսնավորում սայնագրում, լավ, ամենտեղում դատական նիստերի դարություն եք ետևում, դա արձանագրում։ Ուրեմն դատական նիստի նշացած հետևա պատճառով ժամը 9-ից գտնվում եմ Վանաձոր քաղաքում, քանի որ մտածեցի, որ միգուցե հանրային պաշտպանի մեքենայով հնարավոր լինի գալը, ինքը ասեց, որ չէ, իմ մեքենայով հնարավոր չի գալ։ Ինքը իր մեքենայով եկել, ես տաքսի ավտոմեքենայով եմ եկել, այդ պատճառով եմ ուշացել, քանի որ սեփական մեքենա չունեմ։ Իսկ ինչ վերաբերում է հանրային պաշտպանի բացակայության մեղադրյալի հանրային պաշտպանի բացակայության նիստը շարունակելու վերաբերյալ, հիմա հայտարարություն ունեմ դրա հետ կապված, օրինակ քրեական գործերով, երբ որ քննիչը միջնորդություն է ներկայացնում դատարան մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու համար, որպես կանոն նմանատիպ միջնորդությունները քննարկվում են անհապաղ և դատարանը անհապաղ ապահովում է մեղադրյալի համար հանրային պաշտպան։ Քանի որ ես իմ քրեական հայցում միջնորդություն եմ ներկայացրել այն մասին, որ մեղադրյալի նկատմամբ կիրառվել խափանման միջոց, ոսկի գտնում եմ, որ իմ կողմից մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը պետք է քննարկման ենթակա լինի անհապաղ, ոսկի դատարանի միջնորդում եմ հիմա դատական նիստը մի քանի ժամով հետաձգել այսօր էլեկտրոնային փոստի եղանակով գրություն հասցրել հանրային պաշտպանի գրասենյակ, նշել, որ անհրաժեշտություն կա խափանման մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը քննության առնելու համար, որպեսզի հենց այսօր և երբ հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անհապաղ տրամադրվի հանրային պաշտպան և հանրային պաշտպանի մասնակցությամբ անհապաղ քննության առնվի հենց այսօր իմ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու իմ միջնորդությունը։ Նաև դատարանը հիմա ներկայացնում փաստաթղթեր, ուրեմն ես մեկ այլ հայտարարություններ ունեմ անելու, մասում մի հայտարարություն։ Ուրեմն դատարանը ներկայացնում եմ փաստաթղթերի մասին, տրված Ստեփանավանի միասնական սոցիալական ծառայության կողմից 2026 թվականի հունվարի 5-ին բերված երկու փաստաթուղթ, առաջին փաստաթղթում նշված է, որ ես ներկայումս սոցիալական անապահով եմ, երկրորդ փաստաթղթում նշված է, որ ես ներկայումս ունեմ գործազուրկի կարգավիճակ։ Հիմա դատարանին տեղեկացնում եմ, որ ես ֆինանսական բավարար միջոցներ չունեմ պարբերաբար գումարներ ծախսել Ստեփանավան քաղաքից հասնել Վանաձոր քաղաք, այնուհետև նույնիսկ գումար ծախսել Վանաձոր քաղաքից հասնել Սպիտակ քաղաք, այնուհետև գումար ծախսել Սպիտակ քաղաքից հետ վերադառնալ Ստեփանավան։ Դա ինձ համար վերացուցիչ ֆինանսական բեռ է, դատարանին ներկայացնում եմ երկու միջնորդություն։ Կամ այսօր հետև դատական նիստերը անցկացնել Ստեփանավան քաղաքի կամ Վանաձոր քաղաքի նստավայրում, կամ դատարանին միջնորդում եմ քրեական դատավարության դեպքում սահմանված կարգով դիմել դատական դեպարտամենտին, որպես ուժով օրենքով նախատեսված է դա, ուժովից ճանապարհածախսի գումարները հատուցելու պահանջով։ Այդ երկու միջնորդություններից մեկը խնդրում եմ քննության առնել և թողնում եմ դատարանի հայցողությանը, քանի որ ինձ համար ֆինանսական բեռ է առաջացնում, որպես ես պարբերաբար գումարներ ծախսեմ հասնեմ Ստեփանավանի Սպիտակ և Սպիտակից հետ վերադառնամ Ստեփանավան։ Միջոցներ չեն փաստաթղթերներ ներկայացրեցի, որ իսկապես անվճարունակ է։ Ֆինանսական միջոցը սուղ է։ Օրենքով է նախատեսված, որ նորի կրած ծախսերը կարող են փոխհատուցվել դատական դեպարտամենտի կողմից։ Նստեք։ Պարոն Չեմ արագ դատանը
կգնի նաև ձեր դիրքորոշումը դիպլոմատիան այնուամենայնիվ կգին անգամ արձանագրում էր, որ ձեր շահերի պաշտպանությունը ստանձնելու նպատակով դատարանի գնահային պաշտպանի վերասենյակ համապատասխան տեղեկատվություն չի ստացել։ Սա մեկ։ Եվ բոլոր Գեհինյանի կողմից Ինչպես հակման չեք կամասնացել, հա։ Հակման չեք կապած դատարան արձանագրել ու դեռ հակամասնացել չենք ստացել։ Հնարավոր հասկանալի է, չէ՞։ Ոչ, բացառապես անհրաժեշտություն առաջացել է գրավոր հաստատությունների հետ կապված, դատարանը տեղեկացնում է, որ բոլոր հարցերի վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու դատարան կարող է դառնալ բացառապես եւ կներգրավի ձեր շահերի պաշտպանությանը համապատասխան հանրային պաշտպան։ Հետևաբար անկա պայմաններում դատարանը հնարավոր չի համարում քննարկել Գեհինյանի կողմից ներկայացված միջնորդությունները եւ արձանագրում է եւ որ կրկին դիմի հանրային պաշտպանի վերասենյակ համապատասխան տեղեկատվություն ստանալու, թե ով է ձեր շահերի պաշտպանությունը ստանձնելու, որից հետո նոր միայն հնարավոր կլինի շարունակել բոլոր հարցերի քննարկումը։ Ես կասեի հիմա ինչ անել եք, ավելի լավ արեք, ես չեմ կարող ընդհանրած հիվանդ գնամ, եթե պետք է ինչ արեք, ով արեք, ես պատրաստ եմ։ Դատարանը դրություն, դատարանը Հայաստանի Հանրապետության քիմիական դատավարության նորից սահմանված հերթականության պետք է քննության դատել երկուսի համապատասխան հարցեր։ Այդ թվում կողմերի պետք է ապահովի մրցակցությունը, այդ թվում ձեր պաշտպան ունենալու իրավունքների կապված հարցերի թիվը սրանքի նաև դատարանը արձանագրել է, որ դուք հաստատեցիք շտես եւ նաև արձանագրեցիք հայերեն գրավոր լեզվին չեք իրավունք։ Դա նույնպես մեկ անգամ եւս հասնում է մասին, որ դուք պետք է ունենաք պաշտպան։ Իսկ պաշտպան ունենալու հետ կապված դատարանը արդեն ձեռնարկել է համապատասխան միջոցներ։ Սա այդ հարցը վերաբերյալ։ Ինչ վերաբերում է դատական նիստերը այլ վայրում անցկացնելու վերաբերյալ Գեհինյանի բնմանը, դա հաջորդ դատական նիստը հնարավոր չի համարում այլ նստավայրում անցկացնել, քանի որ դատարանի նստավայրը գտնվում է Փաստացի Սպիտակ քաղաքում եւ այդ քաղաքներում կան դատարանի շենքեր, որտեղ որ համապատասխանաբար աշխատում են նաեւ այլ դատավորներ եւ իրականացնում են դատական նիստեր։ Հետևաբար հնարավոր չէ ուղղակի ինչ-որ մեկ այլ դատարանում հենց այնպես դիսշակի եւ նա այդ դատարան դատական նիստացնել։ Սա այդ կապակցությամբ։ Եվ իդեպ Գեհինյան, չմոռանանք, որ սա մասնավոր հայցի շրջանակներում իրականացվում, դուք եք դա նպատակահարմար գտել, դուք եք դիտել, որ ձեզ պատճառել է համապատասխան վրաց եւ դուք եք ներկայացել համապատասխան հայցադրումներ։ Քրեական դատավարության օրենսգրքի 451-րդ հոդվածից սկսված մինչև 457-րդ հոդվածը հստակ շարադրված են մասնավոր մեղադրանքով բարոյթի քննության կարգի եւ առանձնատվությունների վերաբերյալ դրույթներ, նաեւ հողում են կատարված քրեական դատավարության օրենսգրքի մյուս իրավակարգավորումներին, որքանով վերաբերելի են նշված գծում սահմանված իրավապահանջներին։ Հետևաբար այդ սահմաններում դատարանը բոլոր հարցերի վերաբերյալ կայացնել համապատասխան որոշումներ եւ քննության կարգի ներկայացված միջոցներ։ Իսկ դեպքում ինչպես որ արդեն արձանագրվեց, դատական նիստը չի կարող շարունակել, բացառապես պաշտպանի ներգրավման հնարավորություն Չանդրադարձակ ուժովից կրած Դատարան արձանագրեց, որ բոլոր հարցերն կանադառնա եւ պաշտպանը կներգրավի մեղադար շահերի եւ մրցակցության սկզբունքից ելնելով կլսի կողմերի դիրքորոշումը եւ կանադառնա բոլոր հարցերը։ Այդ իմ ճանապարհածը փոխհատուցում։ Ցանկացած ձեռնարկած կանադառնա հիմա արդյոք կրկին մասն է կարող։ Բոլոր հարցերի պետք է դառնա։ Պետք է լսենք կոմեկացել, թե ոչ։ Լսենք։ Հետևաբար ադրապայմաններում դատարանը որոշում է դատական նիստը հետաձգել։ Լսենք։ Եվ վերադաշնակել մեկ այլ հերթի հումարանցիկ ազատ գրաֆիկ պրոֆեսիոնալ իրավաբան լրություն։ Պարոն Հատեվոսյան թե մասնակցում դեռևս մենք չունենք ով է հանրային պաշտպանը ներգրավելու։ Պարոն Հատեվոսյան, հումարանցին ազատ գրաֆիկ Հարգելի դատախիզը բնում է դարձում անել։ Ես չեմ առարկում, եթե դատարանը նիստի նշանակի հունվարի 26-ին, որովհետև հունվարի 26-ին մեկ այլ նիստ էր ունել Ես չեմ առարկում, որ հունվարի 26-ին կայանալիք դատական նիստը տեղի ունենա առանցին հանրային պաշտպանի մասնակցության, ինքը կարող է չներկայանալ։ Եթե ձեզ հարմար է, խնդրում եմ հունվարի 26-ին նշանակել։ Մենք հունվարի 26-ին Գեհինյանը ճիշտ մատնանշեց, հունվարի 26-ին ժամը 10:00-ին մեկ այլ վարույթ է քննվելու, հետևաբար որպես այդպիսին կարող ենք Հունվարի 26-ին ժամը 12:00 համարը պաշտպանը կարող է չգալ, ասում եք ես նիստ ունեմ, երկու անգամ։
Մեկը մեկի հետ։ Դե հիմա երկնա նշում է, որ ձեր մասնակցությունը պատահական չի։ Չի, եթե ինքը պատրաստող խնդիր չկա, չեմ գա։ Արձանագրենք դա։ Այո։ Ումարի սամեսի ժամը 12:00։ Մինչ այդ դատան մեկ անգամ ևս կփորձի բացել, թե ձեր շահերի պաշտպանությունը ով է ստանձնել։ Բացել։ Այս հայերական կանոն անհայտ պաշտպանները ահավոր ծանրագրված են, կարող է ձեր նշած ժամին իրանք տեղ չունենան։ Որովհետև այդ 11:00-ի մենակ 3 հանրային պաշտպան, այդ որին ես պետք եմ ասեմ, մենակ 3 հանրային պաշտպան այդ լիստին են ասած։ Իմանաք։ Մենակ 3 հանրային պաշտպան։ Այսինքն չի բացառում, քանի պարոնաթերության 4 պաշտպան են, հա։ Այսինքն 3-ը միանշանակ չեն կարող։ Միանշանակ այդտեղ չեն կարող։ Ժամը դեպքում փոխեն։ Չէ, դատական ծանրությունն է, պես չի կարող։ Ուղղակի այդ Որոնք դեռ կարող նախորդ ճշտեք ժամանակ ասում։ Այդ դեպքում երեք է, քանի որ դուք եք բնդում այլ որ դատականից նշանակել, դատական կարող է նշանակել, բայց եթե հանրային պաշտպանի զբաղվածություն եղավ, դա արդեն դատական չի կարող կանխատեսել։ Եթերական գործով կարծում դողում ասում 3 թե 4 հանրային պաշտպան կա, չէ՞։ Իմ կարծիքով որևէ մեկին համար կլինի էլի։ Ասում եմ 3-ը։ 3-ով Ասում 3-ը 11-ի նիստով մասնակցելու։ Ժամը 11-ին։ Հա, Ժամը հնարավոր չի փոխել։ 12-ի փոխարեն 12-ից կամ 1-ին, 1-ից 2-ին։ Լավ, ենթադրություններով չենք ղեկավարում դատական որոշումը դատականից ստեղծագիր եւ վերջնակել 2026 թվականի հունվարի 26-ին ժամը 12 հունվարի 26-ին ժամը 12:00։ Դատական նիստի վայրի ժամկետի կապված դատական մեկ անգամ ևս միջոցների զարգանքի հանրային պաշտպանի գրասենյակից համապատասխան տեղեկատվություն ստանալու համար։ Դատական նիստը հայտարարում փակած։ Եթե նիստը չլինի 1 օր կարող է դերը։ Երևի թե ճիշտ կլինի, որ դատական նիստի կողմերը կան, լիճի չլինի բոլորը կան։ Ծանոթված անձիկ նիստներ կան։ Հա, հետ։